Նաև անեց կա, որը կրկին ձեռբերովի է, բայց անեց կա, որը գալիս է եւ ծնողի կողմից, էլի ձեռբերովի։ Ոչ գիտություն ունենալու պատճառով, այսինքն գիտություն չունենալու պատճառով, Աստծո խոսքը չիմանալու պատճառով, արդյոք ինքան վրիպումներ են թույլ տալի, կան սխալներ են անում, որ իրենց կյանքում անեցք են բերում, անեցք են կուտակում։ Հիմա ասեմ ինչ, կա ծնողական օրհնություն, չէ՞։ Հիմնականում ծնողից է կախված երեխու օրհնությունը, օրհնված լինելը կամ անիծված լինելը, ճիշտ է։ Սակայն ծնողներ կա այնքան շատ են զբաղեցնում իրենց աղջկա, հատկապես իրենց աղջկա կամ տղու, մեծամասնությունը մերերը աղջկա կողմն են, այնքան են զբաղեցնում իրենց աղջկա առօրյան կյանքը ու մտնում են իրենց աղջկա անձնական կյանք, որ դառնում են իրենց աղջկա համար փակուղի, այսինքն անեծք, բայց որ հարցից նրանք ոչ, տես չի։ Ես իմ աղջկան սիրում եմ, իտուգում նա իր աղջկա, իր որդու իր զավակի համար դառնում է փակուղի, փակում է նրա օդերը, օրհնության օդերը, աղջկան այնքան է կապվում իր աղջկա հետ, որ ինքն պիտի որոշի, նրա փեսան ինչ ձևի տղա պիտի լինի, մերն է որոշում։ Գիտեք ինչ, դա գոյություն ունի աստվածատուր շնորհ կամ օրհնություն Աստծո կողմից, որը մարդը վայելում է։ Ցանկացած աղջիկ մի տղու հանդիպում է, հա, որ ասում է մի տղու մի աղջիկ է հասնում, մի աղջկա մի տղա, բայց չէ, մերն է որոշում, մայրն է որոշում, ծնողն է որոշում, թե իր աղջիկը ինչ ձևի տղա պիտի առնի։ Ու այնքան է իր աղջկա ուղեղը լարում, խոսում, պատմում, ասում, այդ աղջկա մոտ էլ է ձևավորվում, այն ինչը որ ծնողն ասում, որովհետև ծնողի խոսքը հանգչում է իր երեխու վրա ու աղջիկը դառնում է այդ ձևի։ Ինքն էլ է մտածում մոր նման։ Մերը չափահաս կինա, չէ՞, արդեն մտածում է որպես չափահաս։ Աղջիկը երեխա է, բայց արդեն մտածում է մոր նման, չէ՞ որպես չափահաս։ Նա հասկանում է ինչ տղա իրեն պետք։ Իտոգում չի կարողանում ընտրություն կատարել, որովհետև որտեղ են որ գալիս է, թե ուզելու, թե խոսելու, թե մոտենալու, ծանոթանալու, թե բան, չի համապատասխանում մոր տված չափանիշներին։ Եվ մոր տված չափանիշների չի համապատասխանում, որովհետև մոր տված չափանիշները այսպեսին են. դա պիտի լինի սիրուն բոյով, ստրոյնի, հարուստ, ունևոր, աշխատող, այսինքն աշխատանք ունենա, բարձր աշխատավարձով, ավտոն լավ տակը լավ ավտո ունենա, լավ պապայի, մամայի տղա լինի, բժիշկ լինի կամ տնօրեն լինի, տան վերջը։ Այդ երեխու մոտ ձևավորվում է, որ իր մարդը ապագա իր ամուսինը պիտի լինի շքեղ, նրան ձեռների վրա տանի, ոսկերի մեջ պահի, որ իր մերն էլ իր լավ զգա, համ աղջիկը լավ զգա, համ մերը։ Գիտեք ինչ, նման աղջիկները անգամ արդեն չեն կարողանում ոչ թե ընտրություն կատարել, անգամ փշոտ են դառնում։ Մի հատ տղա որ մոտենում է, գյուղացի տղա է, արդար, մաքուր, սիրող, ճիգյարով կամ աշխատասեր, ձեռը հունար ունի, անարդ տնօրեն չի, մալյար չի կամ սվաղ չի կամ պատշարա, ունի գործ ունի, ռեմոնտ կարող է կամ ավտոդազն փչում կամ վերջը։ Կարապուն պահի, ճիգյարով էլ դու կարապա, ճիգյարով երեխեք կարող մեծացնի, չէ՞։ Լավ տուն, լավ ընտանիք, չէ։ Չէ, նրանց մեջ արդեն դրված է այդ ձևը։